1918 թվականի մայիսի 22 Տաշիրն ու Սպիտակը արդեն թուրքական բանակի ձեռքում են, հաջորդ թիրախը Դիլիջանն է։ Քննարկվում է մի բառ, որից բոլորը խուսափում են՝ հանձնվել։ Եվ այդ պահին լսվում է՝ դա դավաճանություն է, ով տղամարդ է, թող իմ հետևից գա։ 4-րդ մարտկոցի հրամանատար կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը բարձրաձայնում է այն, ինչ շատերը չէին համարձակվում ասել։ Դա դավաճանություն է, ոչ ոք իրավունք չունի այսպես վարվելու հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատ մեռնելու, ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում, թող իմ հետևից գա։ Խոսքը դառնում է գործողություն։ Մայիսի 24-ին վերակազմավորված հայկական ուժերը Դիլիջանից շարժվում են դեպի Ղարաքիլիսա, արդեն ոչ նահանջի, այլ դիմադրության տրամաբանությամբ։ Զորքը բաժանված էր 3 մասի, իսկ Տեր-Մովսիսյանի մարտկոցը կանգնած էր ձախ թևում, լեռնապատի ուղղությամբ։ Մայիսի 25-ին սկսվում են առաջին բախումները թուրքական առաջապահ ուժերի հետ։ Նժդեհի հեծյալները եւ Տեր-Մովսիսյանի հրետանին թշնամուն ստիպում են նահանջել։ Այս մարտը վերջինն է դառնում կապիտան Տեր-Մովսիսյանի համար։ Նա զոհվում է հերոսի մահով։ Մարշալ Բաղրամյանը հետագայում կգրի այդ մարտկոցն օրինակ էր ամբողջ զորքի համար կարգապահության, պատրաստվածության եւ ամենակարևորը հայրենիքի նկատմամբ պատասխանատվության։ Այդ մարդիկ էին, որ Ղարաքիլիսայի կռվի մեջ նահանջը վերածեցին դիմադրության։